Հարությունյան, դուք պայքարի տեսախցիկները, հա։ Առաջամարտիկներից եք երկար տարիներ հայրենիքում հանուն ձեր արժեքների։ Կոնկրետ այս դատավարությանը անդրադառնալով, ինչի մասին է այս գործը եւ թիրախում հասկանալի է, որ եկեղեցին է հանգուցալուծումն ինչպես եք տեսնում։ Հստակ է արդեն, որ 8 տարի է, ով որ Նիկոլ Փաշինյանի չի նազանթում, Նիկոլ Փաշինյան չի երկրբակում, ինչ որ մի բան են գտնում, նրա ասի ադի արել 20 տարի առաջ, 50 տարի առաջ, 5 տարի առաջ, ինչ որ մի մեղադրանք են գտնում եւ փորձում են մեզի վախեցնել լա քաղաքական գործիչներ, վաճառականներ, քյուղացին, եկեղեցին ով լա, մշակույթ ով լա, մի բան գտնում են նրան, որ ասի արել է, ադի արել է եւ փորձում են թադել եւ վախցնել ժողովրդին եւ դուք մամուլը եթե մի հատ ստուգեք գրեցնեք, որ անցած 8 տարիներին մի հատ նիկոլական ոչ մի բանի համար չի տատվել, լա քրեական ովևէ բանի մեջ, քողության մեջ լա, հարգերի վերաբերյալ ինչ որ լա թողլա։ Ուրեմն նրանք չեն թարգվում ամենամեծ հանքածակորձությունների համերը եւ ով որ Նիկոլի թեմ է, մի բան գտնում են եւ թադում են։ Ուրեմն սրանք աս իշխանություն գոչվածը հիմա դարձել է ուշադրությունը եկեղեցու թեմ, վեհապարի թեմ եւ փորձում են մեզի վախցնել։ Մենք չենք վախենալու Նիկոլից, կամ թուրքերից, կամ ովևէ մեկից եւ պիտի շարունակե բայկարը աս բնաբեդության թեմ, աս դագանքների թեմ եւ վերջ հատկան ինձ համար ասի արդարության համար, արդարության հարց է, արժանապատվության հարց է, հայրենիքի հարց է, քոյադեվության հարց է եւ մենք աս ԿԲ գոչվածներից չենք վախենալու։ Վերջակետ։ Շնորհակալություն։